ընթացքից մտածել եմ տեղական տեսաղը։ Պարոն Գերոկյան, դեպքից հետո որտեղ եք եղել այդ օրը։ Երբ որ զինվորական կացարանում հրդեհ բռնկվել էր, դուք եղել եք, զոհված ինձանոներից ելը տարել են, ու դրանից հետո ինչ եք արել, ուր եք գնացել։ Հրամանատարական կետում է բարձրաստիճան ղեկավարներ, նրանից հետո արդեն տարբեր ուղղություններով սպանել կանանավորել փողակալման խնդիրները կատարել զինվորների։ Ինձ կանչել են քննչական, արդեն քննիչները եկել են քննչականի վկայություն վերցրել։ 2 ժամ է եղել։ Երկու ժամ էր, էլի առավոտը եկան վկայությունները, ինչ են տեսել, հարցաքննությունները, մնացածը արդեն ըստ խնդիրներով մնացած տեղերը նորից ևս մեկին հնարավորը մինչև զորամասը վերանորոգել, նույն խնդիրը չկա։ Այդ աշխատանքները հիմա այդ հրահանգավորման մասը։ Դուք այդ օրը ում, ինչ, երբ, որտեղ, ինչ պայմաններում եք դեպքի հետ կապված որևէ հրահանգավորում տալ։ Դեպքի հետ կապված որևէ հրահանգավորում նորից կրկին շեշտել են անվտանգության կանոնները, վարելիքները հեռու, վարելիք չտրամադրեն մնաց միջև աշխատանքները արդեն սա համակարգված ասում որ նորից նույնը չկրկնվի։ Վարարան որտեղ եղել է, որ բնակարանները վարարանով եղել, անվտանգության կանոնները նորից հրահանգավորել են հակարդային բաժնի պետն եղել պաշտպանության նախարարության հանձնաժողովայքի նորից սաղ տեղերը հրահանգավորել ընդհանուր Վարդենից քաղաքի մեջ 30 տեղ բացազատված եղել զորամասը։ Բացի դրանից ճակատը 90 կիլոմետր ճակատը պետք է նույնիսկ նույն հրահանգավորում նույն դեպքը որ չկրկնվի։ Այս այդ հասն էի նախապահել, ընդհանրապես դեպի բացազատված անձնակազմի դեպքի մասին ինչ հաղորդագրություն է ներկայացվել ու ինչ կարգով։ Որ անփույթ վերաբերմունքով սպան բենզինը լցել է փեջի մեջ, այդ ձեզով է ասել, որ սպան անփույթ վերաբերմունք է դրսևորել։ Որտեղ է ձեզ նման։ Դե իրավապահ մարմիններից է։ Որևէ ինչ-որ մի զինվորական իրավապահ մարմին հարցաքննությունից այդ իհայտ եկա արդեն նախնական խնդիրը որտից է կատարվել։ Այդ նախնական խնդրի կատարվածից են սկսել հանգավորումը, որ բենզինից է սկսվել։ Այն հարցը հենց դրան է նետված հրամանատար, որ դուք մարզպետի, դատախազի, ոստիկանության պետի, ԱԱՑ-ի ղեկավարի, այդ ղեկավարների հետ քննարկումների, նախարարի հետ ունեցած քննարկումների արդյունքում եք հանգել հետևության, որ դա ոչ, մինչև ԵՂՇ-ին հարցաքննելը, ինչ-որ կարացել են մի քանի րոպե, հարցաքննել նախնական, հետո չի կարացել դուրս։ ԵՂՇ-ն զինվորական ոստիկանությունը արդեն դեպքի տվյալ ինքը ասել է, որ ինչից է եղել։ Ու դրանից հետո արդեն առավոտ գիտեմ, որ բենզինից է։ Լուսաբաց արդեն ռեալ գիտեմ, որ բենզինը գցել է, պայթել է։ Այդ որասնի ԵՂՇ-ն, այդ պահի դուք ներկա եք, որ ԵՂՇ-ն նման տեղեկություններ։ Ոչ, ես ներկա չեմ։ Ոչ, արգել դատում։ Ռազմական ոստիկանությունից եմ տեղը։ Ասացի, որ ԵՂՇ-ն է նման։ Նախնական արդեն ԵՂՇ-ի հիվանդանոցում հոսպիտալում մի քանի բար խոսացել է։ Այսինքն մենք ճիշտ ենք հասկանում, պարոն Գնդապետ, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձեզ որպես զորամասի հրամանատարի տվել են տեղեկատվություն առայն, որ գործ ունեք անփույթ, ուրեմն սկիզբը ձեզ դուք կարող եք ասել, ով որն է աշխատակից ռազմական ոստիկանության նման ձեզ տեղեկատվություն տվել։ Բոլորն են նույն տեղում, որտեղ որ արդեն գնացել են հիվանդանոց եկել են, ովքեր որ քննել են ինֆեկտիվի, չի կարացել խոսել, այդ մարդիկ են եկել տեղեկատվություն ասել։ Որ նախնական էս է պատճառը, հետաքննությունը արդեն ցույց կտա, կբարձրի մնացած ոչ մնացածին կքննեն, ոչ մեկին էլ չեն տեսել, որ նախնական է տեղեկատվությունը։
Իսկ վերադասից կորպուսի օղակ, գլխավոր շտաբ, ավելի բարձր վերադաս հրամանատարությունից դուք որևէ հրահանգավորում ստացել եք, թե ինչ հրահանգավորում կամ ինչ տեղեկատվություն պետք է տրամադրվի անձնակազմին դեպքի վերաբերյալ։ Չէ, ընդհանուր ԳՇՊՏ-ի հրամանով նույնիսկ նույն կետերով անցել են նույնը, որ վարելիքի հետ վերաբերվել է, տիերի թրշեշ խումբը հակարդիային բաժնի պետն է եկել անձամբ իր աշխատակազմով աշխատել կոնկրետ հրանք նորից գրություն եկել է ուղղորդվել ԳՇՊՏ-ի 14 հրամանով։ Իսկ դատախազը հիշեցրեց ձեզ, որ դուք հունվարի 20-ին և 27-ին ցուցմունք եք տվել, այդ երկու ցուցմունքների առաջ դուք որևէ մեկի հետ ձեր ցուցմունքի բովանդակության մասին որևէ բան քննարկել եք, թե ոչ։ Դուք այսինքն այն ինչ տվել եք, դա ձեր կարծիքն է եղել կամ ձեր տիրապետած տեղեկատվությունն է եղել։ Ես ոչ մի կետ ոչ մի հարց չեմ քննարկել, որտեղ ես ժամանակ էլ չեմ ունեցել։ Պարոն Դարյան, դուք նշեցիք, որ Զորամասի հրամանատարություն ընդունել եք 2000 Զորամասի հրամանատար նշանակվել եք, եթե չեմ սխալվում, 2022 թվականի նոյեմբեր ամսին, սակայն փաստացիորեն Զորամասն ընդունել եք դեկտեմբերի 20-ին, ես ճիշտ եմ ասում։ Այո, քանի որ գաղտնիության ռեժիմի դոկուսկի խնդիր կար, ես Պայաստազորից լրացել եմ մի տարի որ լրանում եմ, նորից պետք է նորը գաղտնիության ռեժիմ առաջի կարգը նորից հանեմ, պետք է մինչև չի լինում հրամանով ես չեմ կարող գործեմ շահագործ որպես Զորամասի հատակ գաղտնի փաստաթղթերի շփումը արգելված է, մինչև հրամանը գա դոկուսկ։ Շատ լավ։ Այ կարող եք դուք դատարանին հիմա ներկայացնել, թե Զորամասն ընդունելու ժամանակահատվածում կամ գործընթացում դուք ինչ գործողություններ պետք է կատարեք, ինչպես է ներկայացվել Զորամասի փաստացի իրավիճակը, օրինակ ազատ գյուղի զինվորական կացարանի վերաբերյալ այդ ընդունման հանձնման ակտում կոնկրետ ինչ արձանագրված է։ Աշխատել են հանձնաժողովներ, այդ հանձնման կենտրոնացման շրջան որպես ինքը կացարան չի։ Կենտրոնացման շրջանը ուրիշ է, կացարանը առաջնագծի ուրիշ է։ Խնդրեմ բացատրեք, ինչ է նշանակում կենտրոնացման շրջան։ Կենտրոնացման շրջան այն է նշանակում, որ խնդիրը իր կարող կատարի առաջնագծի բոլոր ճակատով աճ եւ ձախ թևերով։ Կենտրոն շրջանում, որից ինքը հեշտ խնդիր կարող կատարի, ականաձերծում է թանի, ականապատում անի, այլ խնդիրներ։ Ըստ խնդիրների առաջադրած։ Ընդունում հաղթումը Զորամասը Վարդենից քաղաքի մեջ է եղել, շեշտ եմ, տարբեր բնակարաններում։ Քանի որ դեպք եղել է Զորանոցով, շի աղավով վիճակում է եղել, վերանորոգման աշխատանքները սկսվել էր տանիքի, որ սկսեն հաստատականը տեղավորել, որից հարմար է եղել, որ նորմալ շինությունները սկսվել ուներ, մարդիկ հարևան եղել, ասել է, այս շենքը կտան ստետում է, ինչը օգնել է, պետության օգնել է, բանակը պետությանն է։ Պարոն Գեորգյան, շատ լավ, ամենը դնենք կենտրոնացման շրջան, երբ որ դուք ընդունում եք Զորամասի հրամանատարությունը, կենտրոնացման շրջանի մասին ես ինչ զեկուցվեց, ինչ վիճակ, ովքեր են ընդդեմ ապրում, ինչ գործողություններ իրականացնում, ինչ ծառայություններ իրականացնում։ Մինչև ընդունելը արդեն ես առաջնագծից հետո սաղ տեղերով անցել եմ, զորքեր մտել ծանոթացել եմ, տեղանքը նայել եմ, նրանց ուրիշ խնդիր ա քաղաքում ինչի տները ովքեր որ մնացած են։ Կենտրոնացման շրջան առաջնագծից 7 կիլոմետր է, ինքը կենտրոնացման շրջան է եղել։ Ազնագազում եմ գնացել տեսել ծանոթացել եմ։ Պետք է ընդունում եմ, ես զինվորներից չեթանա, տենամ որ տենամ իրենց հրամանատարով։ Շատ լավ, այ որ դուք ծանոթանում եք այդ կենտրոնացման շրջանի պայմաններին, իհարկե որոշակիորեն անդրադարձակ հանրային մեղադրողի հարցին ընդգծելով, որ որևէ չափանիշի չեն համապատասխանում։ Այ ինչ այդ կենտրոնացման շրջանում ինչ պետք է լիներ, ինչպիսին պետք է լիներ կենտրոնացման շրջանը, որը ըստ ձեզ չէր համապատասխանում։ Ջոկի թաքստոցներով, խրամուհիներով, կենտրոնացման շրջաններում էլ կա շրջանաձև պաշտպանության խրամուհիներ պետք է, քանի որ գյուղի մեջ է, մարդիկ իրենց հայատները իրավունք չունեն, փորեն դիրքավորվեն։ Այդ խնդիրներ ա եղել։ Եկել նույն տան կրիշը հետից է եղել, ոչ պաշտպանված, ականակորդի կարող ականի
հրետակոծությունից խնդիր է։ Այդ է լույս խնդիրը, որպես կենտրոնացված։ Այսինքն չի համապատասխանում, որևէ չափանիշի չի համապատասխանում։ Որպես մնալու տեղ է համապատասխանում։ Համապատասխանում է։ Մնալու տեղ չի բանը, որպես տեղակայման է, առաջնակցից հեռու, այդ տեղանքն է համապատասխանը, բայց մնացածը չի համապատասխանում։ Ես նույնը շեշտել եմ, ասել եմ, գարունը արագացված տեղ են սարքելու բունկերը, բոլորն էլ գիտեն, զեկուցել եմ, հայտեր եմ տվել, որ պիտի Այո՞ւմ եք զեկուցել, որ այդ անձնակազմի պայմանները չեն համապատասխանում։ մենք զեկուցագիր եմ գրել, որ տեղափոխենք բունկերը պես սարքենք, քանի որ տանիքը չի համապատասխանում որպես այդպես բլնդաժի։ Վտանգավոր հակառակորդը կարող է հրետակոծությունից խնդիր լինել։ Քանի որ ընդ եղանակների պայմանները գիտենք, ոնց է մենակ կարող սկսենք մայիս ամսից աշխատանքները։ Ապրիլի 20-ին տեղափոխել են ինձի տարածքային պաշտպանության զորքեր, ծառայական անհրաժեշտությունից ելնելով։ Ոչ թե դեպքի կապված հանգամանքներով։ Իսկ այդ որ ասում եք դուք մտածել սենյակ, չէ՞, ննջարան, որտեղ որ կանգնված էր անկողինները տեղադրել։ Անկողինները Այդ անկողինները որտեղ որ տեղադրել էր, կարելի է համապատասխանում չափանիշների այդպես լինել։ անկողինները այնպիսին են հակառակորդի կողմից պատվանը պատեր չեր էր։ Այդ չեմ ասում նկարագրել։ Զոմասը այդ իրավիճակը մտածել սենյակ, նկատեցիք չէ, անկողինները շարված են, սենյակի չափը, այդ անկողինները բավարար էր այդտեղ զինվորը տնակ իրավ։ Ոչ, պայմանները ոչ, բավարար չէ, դրա համար զեկուցում եմ, որ մենք սկսել ենք աշխատանքները, դիմել են, որ մեզ ամեն ինչը տան տրամադրեն, ոնց որ կարգն տեղափոխեն մարդկանց համար նորմալ տեղ։ Բացի զորամասը վերանորոգվելուց հետո այդպիսի կենտրոնացված շրջանը պետք է կահավորվի ընթացքում, քանի որ խնդիրն եղել է Չալբաջարից հետո ժամանակ չեն ունեցել, տեղավորվել են այդտեղ, ես այդ պարզել եմ։ Դրանից հետո զորանոցը վերանորոգելուց հետո բոլոր տեսակի ստորաբաժանումները պետք է վերադառնային զորանոց, որպես կանոնավոր զորքը իր կացարանում մնա, որ ասպիսի խնդիրներ չունի։ Շնորհակալություն, պարոն Գնդապետ, դուք խոսեցիք անձնակազմի կողմից կատարված աշխատանքների մասին։ Ես կխնդրեմ հնարավորության սահմանելու, եթե դրանք չեն հաղթահարում պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումները, նշեք կոնկրետ այդ անձնակազմը ինչ գործառույթ է իրականացնում, ինչ տեխնիկական միջոցների կամ զինամթերքի կիրառման օգտագործում։ Ես նշում եմ, որ ինչքան առաջինը սկսել եմ առաջնագծից ծանոթանալ զորամասս, կարևոր առաջնագիծն է։ Տարբեր ուղղություններով ինչքան ծանոթանալու ելել եմ դիրքերը, անձնակազմի աշխատանքների տարբեր տեղեր տեսել եմ պատշաճ մակարդակի խնդիրը կատարելուց, ականապատում, տրակտորներով ճանապարհ սարքել, տարբեր մասնագետներ ունեն, մարդիկ իրենց խնդիրը գերազանց կատարել են։ Իհարկե ես գնահատում եմ իմ մի ամսվա տեսած այդ աշխատանքները, որպես հրամանատար, նախկինում եղել եմ առաջնագծով տեղակալ, 9-րդ պաշտպանականում շատ ճիշտ աշխատել եմ, նորմալ աշխատել եմ, բարեխիղճ։ Շատ լավ, այն խնդրեք ինձ այդ կատարած աշխատանքներից առանձնապես հետաքրքրում է ականների հետ տարվող աշխատանքները։ Դա ինչպես է, եթե կրկնում, եթե դա չի հաղթահարում ռազմական։ Եթե կարելի է թող անջատ եք համարել, ես մնացած ասում, դարգիրի տատարը։ Ունենք որ գաղտնի տեղեկություն։ Այո, դա համարում եմ գաղտնի տեղեկություն իրավունք։ Պարոն Գնդապետ, եկանք դեպքի վար, ձեզ որևէ մեկը դիմավորել է, զեկույց տվել է, թե ինչ է կատարվում տարածքում։ Պարոն Նորիկյան, ես հասել եմ դեպքի վար, շեշտեցի ոնց, ծառայության մաշտինատարին տեսել եմ նստած արդեն գլուխները բռնատի գորալու լացում են, ես էլ չկարողացա իրանց էլ հաղթահարել, որտեղ պարոն նույն վիճակի մեջ ես եմ, ահա չես կարող, ես էլ չեմ կարողացա հաստատել, երկուսն եմ ներկան ու տեղակալներս եմ։ Մի քիչ բարձր։ Սպանական անձնակազմը եկել են արդեն, բոլորը եկել են։
վարչությունների։ Որ դու գնաց եք հասակ դեպքի վայր, որ խնդրեմ թե հիշեք սպաները ովքեր են եղել։ Ծառայության պետը Բաշտիրան Մանատարը, մարտական հերթապահության գծով տեղակալը, Ով այ։ Միգոնցյան Վազգենը։ Նա էլ էր։ Այո։ Եվ արդեն իմ վարչությունս եկան։ Երիշի Հակոբյանը տեսել է։ Երիշի Հակոբյանի շեշտում եմ, որ պայեն եմ տեսել ու սկորի տարել։ Ես իրան հարցել չեմ տալու։ Ռազմական ոստիկանության աշխատակիցներ տեսել եք։ Այո։ Այդ ժամանակը Արդեն հա, բաժարմին կար, իրանք էլ արդեն հենց հասել եմ ընդեղ, իմ հետևից սկորին են գալու։ Այսինքն երբ որ դուք հասել եք ռազմական ոստիկանություն այնտեղ եղել, Իմ հետ հավասար հասել եմ։ հասել եք։ Այո, ես հիշում եմ այդ։ Մի անգամից մի քանիսին որ բարձին ովքեր են ստանում, տղաներին մեկուսացին տանը։ Ովքեր ռազմական ոստիկանության ղեկավար կազմը եղել, ովքեր են եղել։ Ղեկավար կազմը Սարգսյան Հայկ իր աշխատողները։ Սարգսյան Հայկով է։ Ռազմական ոստիկանության պետը տարածքային։ Տարածքային իր աշխատողները ամուսնությամբ Այո։ Իսկ հրշեջ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմն էր որտեղ։ Այո, բարձրացան գնդապետներն են եկել։ Գնդապետներ են։ Այո, մի երկու ժամ հետո մարզային հրշեջի պետն այ սա։ Սա եղել են։ Պարոն Գնդապետ, զոհված ինձարողների դիերը դուրս բերելու հրամանը ով է։ Ես տեղյակ չեմ։ Անձամբ ես իրավասություն հետ նման հրաման տամ։ Այն գործ առույթով ես այդպես հրաման իրավունք չունեմ տամ։ Այսինքն նենց խնդիրը մաս հանգցնում են, որ ինչ կարան փրկեն այդ դերից։ Եթե թողային օրնա, էլի տակից էլ հնքող չեք, միջև դուսի բացվել, լոյի բանա, թեժ կրակա եղավ։ Ես այդ հրամանը չեմ տրում, տեղյակ չեմ, ով է տրում բանը։ Ով է այդ հրամանը տալիս, հրամանը։ Դու ոչ մեկը չեն կարող հրաման տալ, նրանց խաղը վիճակին։ Մենակ հրշեջները հանգցնում են, տվել ինչ կարում անում։ Ինչ գործողություններ եք կատարում։ Այսինքն դուք ինչ եք անում, էլի ասենք, լավ, հրշեջները իրանց աշխատանքն են կատարում, դուք ինչ եք անում, նստած եք, պարտած եք, Չէ, ես տեղեկացնում եմ իմ գործառույթը ինչ եմ արել։ Զեկույցներից բացի, դրանից հետո նորից ասում, հալա, ասենք, ինչ էր, ասենք, ուզում մտնեմ նայեմ, չեմ կարող տասա, տեղյակ եմ, ոնց է։ Զենք զինամթերքի սենյակը չէի կարող հանցնել, հանգավ ոչ մի բան։ Զենքերը սա հալած է եղել։ Այո, այդ տեղեկությունը հալած։ Տեսել եք այդ։ Այո, հանեց դուսը շարել եմ, հալած։ Բոլոր զենքը, ամեն մի։ Բոլոր դեպքերում վերադառնում են զոհված զինծառայողների դիակները դուրս բերելու գործընթացին։ Դուք այդ պայն ականատես եք եղել։ Այդ պայանը մականատես եղավ, որ դիակ են անում դրում սկոր։ Այլ նրանք խնդրեմ բացատրեք ովքեր էին անում, ով էր կազմակերպում այդ աշխատանքը։ Մեր եմ չես։ Են չես դեռ կազմակերպում։ Իրանց հրամանատարը ով։ Չեմ հիշում, տղաները օգնում են, անում են, որ մնացած դիերից իշկար ահավոր վիճակ են, եթե չանեն են, ահավոր չեն կարող անցնում։ Իսկ ռազմական ոստիկանության աշխատակիցները այդ մայնի չեն անում։ Չեմ հիշում։ Խառը։ Մնացածը համերասար գնացել են հիվանդանոց, են մնացածինը տարել են։ Ընդ արդեն իրենց բարձրաստիճան սպաներից եկան վարչություն։ Իսկ դատախազը, մարսպետը, ԱԾ-ի աշխատակիցները եղել են այդտեղ։ Հա, Եղել։ այո։ Իրանք ինչ էին անում։ Չգիտեմ։ Պարոն Գնդապետ, ես ես հարցն եմ ուզում տալ, որպես սովորաբար, որպես հրամանատար։ Ասես նա հարցի պատասխան եմ ակնկալում ձեզանից։ ՀԴ-ի մասին ահազանգ ստանալուց հետո ձեր գործողությունները որոնք պետք է լինեին։ Իմ գործողությունը մի անգամից ես հերթապայնացել տեղեկացրել կորպուս շարժումները ու ընթացիկ զանգել եմ բոլոր իմ տեղակալներն արդեն տեղյակ են, նրանք են տեղյակ։ Չէ, Հարցը նրան չի վերաբերում։ Հարցը նրանն է, որ օրենքով ունենք չէ պարտականություններ։ Այո, նման իրավիճակների որպես հրամանատար ինչ պարտականություններ կա ձեր վրա դրված, որ պետք է կատարել, չէ՞։ Դուք ինչ պետք է անեք։ Հրամանատարը։ Հրդեհի մասին, որ ԱԱՍ-ը ստացել են,
հերթապային ասել եմ զեկուստուր ու մի անգամից պաժարել։ Ում մտածեք։ Ըստ վերադարձան կորպուս ու շարժվել եմ ընդը։ Այսինքն հերթապանը ինչ պետք է աներ։ Հերթապան զանգել է Հրշեջին, ասեց արդեն ճանապարհին է։ Հա։ Դի զեկուցել է ճանապարհին, որ Հրշեջը ճանապարհին է։ Շատ դրանով ավարտվում է ձեր պարտականությունները։ Պարտականությունները այնքան եմ սաղ զեկուցներն ու ինչ կարանք իմ զորամասում ունեմ միջոց, որ կատարել տամ։ Այդ ագյոմը մեծ է պաժարել։ Արդեն եկել է Հրշեջ խումբը։ Զեկուցեց, որ ճանապարհին է արդեն, ես արդեն շարժվել եմ։ Հա, նկատում եմ, գիտեք ինչն է ինձ հետաքրքրում, նկատում եմ այդ հրդեհաշիծման աշխատանքներում կամ հրդեհի չեզոքացման այդ գործընթացում զորամասը որպես առանձին միավորում այդպեսի միավորում ինքը Հրշեջ մեքենա չունի, որ իր խնդիրը կատարի։ Այսինքն բացառապես Հրշեջ ծառայությանը Ոչ չունի։ Իմ էլ խնդիրը մենք լուծել ենք MÇS-ի հետ առաջնային։ Չունենք, ես հասկացա հարցը, մենք չունենք տվյալ խնդիրը, որ կատարենք։ Մեքենա չունենք, Հրշեջ խումբ չունենք։ Այ հարգելի հրամանատար, ես խնդրեմ հնարավորինս եթե ուղղակի մարդկաներով խնդրեմ հնարավորինս անկեղծ պատասխանեք։ Այդ process-ի ընթացքում դուք տեղում եք եղել։ Ձեր պատասխաններից ես քնած եմ հասկանում։ Այդ process-ը նկարահանվել է։ Իմ կողմից Նաև ձեր կողմից։ ոչ իմ կողմից ոչ։ Իսկ այդ պահին որևէ մեկը լուսանկարահանել է, տեսանկարահանել։ Չեմ տեսել, անկեղծ որ մեկը ինչ-որ նկարահանում, ուրեմն այդ բանը որները թողած այդ վախտի կտա։ Հրշեջ ծառայության կողմից է չի լուսանկարահանել։ Տեղյակ չեմ, յոկ անկեղծ չեմ տեսել։ Որ այդ պատասխան։ Այո, ինչ է հասցի դեպքում Դուք այդ օրը հրամանատար այդ գյուղում գյուղապետ եղել է, ճանաչում եք գյուղապետ։ Գյուղապետին չեմ ճանաչել, գյուղում բնակիչներ կան, 10 տուն վարդ են մնում։ Այ որ դուք այդ զորամասի հրամանատարությունը ստանձնել եք, այդ կենտրոնական շրջանի հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի, դրանց սարքավորումների, դրանց տեղակայման վերաբերյալ որևէ տեղեկատվություն եղել է թե ոչ։ Ասել են կա, որ բնակարանը որ կա, ասել է 6 ամիսը չի աշխատում։ 6 ամիսը չի աշխատում բնակարանները։ Այդ շրջանում մի երկու տուն ես կողմ։ Ես ասել եմ, կշտել ասել եմ, գնանք ինչ կամերաներ կա, ասել են կա, այդ մարդուն հարցրել եմ, ասել է չի աշխատում, ես դաժե մտել եմ իրանց տուն, ասել չի աշխատում, չեմ պատկերել։ Իսկ դուք հրամանատար որևէ ձերով ձեր հեռախոսով որևէ բան նկարահանել եք։ Ոչ, Չեք նկարահանել։ չէ, Կեղծ տեղեկություն։ դե որ այդքան իմանանք, կամերան կբացենք, կտենանք շարժը ով է գնացել, ինչ արել, ավելի մանրամասը պարզվում։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք երբևէ որևէ տեսախցիկ ձեր անձնական օգտագործման հեռախոսով որևէ տեսանյութ կամ տեսանկարահանող սարք չեք նկարահանել։ Չէ, մենակ ճշտել եմ, որ կամերա կա, մտել եմ այդ մարդուն, ասել է փչացած է, 6 ամիս առաջվա կարամ հետո սարքել տամ, չկա հանի ասեց, 5 ամիսը չի աշխատում, այդ նույն մարդը։ Այ որ ասեք այդ որ տունն է։ 4 տուն ներքև եթե չեմ սխալվում, դեպի ասֆալտի կողմ։ Դեպի ասֆալտի կողմ։ Կնկարագրեք այդ մարդուն։ Բոլոր մարդը։ Ինչ հասակի, 50 տարեկան։ 50 տարեկան։ Այ ինչու հատկապես գնացիք այդ մարդուն։ Ես հետաքրքրում եմ տենակ ինչ կամերաներ մոտիկ տեղ կլինի, ինձ ասեց ունեմ, բայց չի աշխատում։ Դուք ովքեր եք հետաքրքրում։ Ես իմ արդյոք եմ այդ եղել, գնացել եմ գյուղ, ասում եմ նայենք մուտք մտնող կամերաները ով կա գյուղում ունեցող այդ տարածքը։ Ճշտենք ինչ կարա լինի, այդ մարդը ասեց ես շուտանություն եմ չի աշխատում։ Չի աշխատում։ Հա, ասեց չի աշխատում անկեղծ տալու է։ Եվ դուք մտել եք ինչ եք։ Ոչ, չեմ միանում։ Հա, բայց մտել եք։ Հա, մտել եմ, ասում մտել ես ամուզում, չէր աշխատում։ Չէր աշխատում։ Հա, ես ինչ էր լախում, գցում եմ։ Յոք խնդիր եմ։ Հնարավոր է որ այս մարդու մասին խոսք, այս մարդու տուն եք։ Հա, ոնց որ, հա։ Այս մարդու տան եք։ Հա։ Այս մարդու ուրեմն իր տունն են եղել, ասում միացնում են, պետք կադրել վերեմ, գցում են, ասում են, 6 ամս կարան ես լոկալ չունեմ։ Չէր աշխատում, հա։
ու դուք չեք նկարել այդ բանը, որևէ տեսանյութ Չէ, ասին այդ բանը պետք է չասեմ։